Ավելի վաղ մամուլում հայտնվեց, որ Մարմարիկում 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ժամանակ փրկարարները կասկածելի հետք էին նկատել գետում։ Ջրասուզակը որոշ ժամանակ անց ուսումնասիրելով տեղանքը գետից սատկած հորդ է դուրս բերել։ Հիշեցնենք, որ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն այսօր վաղ առավոտից շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Անօդաչու թռչող սարքից նկատված կասկածելի հետքին քիչ հետո մոտեցան ջրասուզակներն ու հայտնաբերեցին սատկած հորդը, բարեբախտաբար դա Տիգրանը չէր։ Շունչները պահած մի ողջ ժողովուրդ սպասում էր, որ հերքվեր, որ դա Տիգրանն է։ 2-ամյա Տիգրանը Մարմարիկ գյուղում անհետացել է հանկարծակի և առեղծվածային հանգամանքներում, ինչն առաջացրել է լայն հասարակական հետաքրքրություն և իհարկե մտահոգություն։ Երբ փրկարարները վերջապես դուրս բերեցին հորթի մարմինը գետից, բոլոր ներկաների հուզմունքը փոխվեց ապշահարության և հետո թեթևացած շունչ քաշելու զգացողության։ Սա իհարկե մեծ հիասթափություն էր բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին որոշակիության, բայց միևնույն ժամանակ նաև որոշակի մխիթարություն, քանի որ այն կապված չէր մարդկային կորստի հետ։ Փրկարարական ծառայությունն այս միջադեպի կապակցությամբ հանդես է եկել նաև հայտարարությամբ, կոչ անելով չտարածել չստուգված տեղեկություններ, որոնք կարող են հոգեբանորեն ազդել թե ընտանիքի, թե հանրության վրա։ Մինչ փրկարարները շարունակում են ամենօրյա որոնումները, նման դեպքերը ցավալիորեն նաև ընդգծում են, թե որքան ծանր, բազմաշերտ ու հաճախ հուսախաբահող է փրկարարների աշխատանքը։ Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր ստվեր, յուրաքանչյուր բնության գույն կարող է ընկալվել որպես հուշում, որպես հույսի նշույլ, սակայն իրականությունն հաճախ ավելի գորշ է։ Ու չնայած ամեն ինչին, որոնումները չեն դադարում, փրկարարները շարունակում են անխոնջ ծառայել, գիտակցելով, որ յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր նոր սանտիմետր տեղանք կարող է լինել ճակատագրական և կարևոր։ Իրավիճակը, որն օրեր շարունակ զարգանում է Մարմարիկում, կապված 2-ամյա Տիգրանի անհետացման հետ, անտարբեր չի թողել ողջ հասարակությանը, ոչ պետական կառույցներին։ Հասարակական ճնշման մեծ հուզման ու մի ամբողջ ժողովրդի սպասումի պայմաններում հատկապես կարևոր էր, որ գործի դրվեին բոլոր հնարավոր մեխանիզմները փրկարարական աշխատանքներից մինչև տեխնոլոգիական համագործակցություն միջազգային մակարդակով։ Այս ամենը ըստ շրջանառվող վստահ աղբյուրների և պաշտոնական հայտարարությունների համակարգվել ու մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ։ Փաշինյանի հրամանը որոնումների նոր փուլի սկիզբ էր, երբ հանրային բողոքի ձայնը սկսեց բարձրանալ մի պարզ հարցով՝ ինչ է արվում այս երեխային գտնելու համար, վարչապետը հրահանգեց Մարմարիկում գործի դնել այն ամենը, ինչ պետությունը տեխնիկապես և մարդկային ռեսուրսներով կարող է ապահովել։ Սովորական փրկարարական գործողություններին զուգահեռ սկսվեց այլ համապարփակ ու խորը վերլուծական փուլի իրականացում։ Վարչապետի հանձնարարությամբ ներքին գործերի նախարարության, ԱԻ-ն, ոստիկանություն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները սկսեցին գործել համադրված։ Որոնողական աշխատանքներն ուժեղացվեցին ոչ միայն ծավալով, այլ նաև կետային ուղղությամբ ներգրավելով ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, շների խմբեր։ Որոնումների մեջ սկսեցին կիրառվել արբանյակային տվյալներ ստանալու նախաձեռնություն, ինչը բացարձակ նորություն էր հայկական փրկարարական պատմության մեջ։ Վարչապետ Փաշինյանը հրահանգել է նաև, որ ոչ մի միջոց չխնայվի մինչև վերջին հնարավորություն է կիրառելն, այդ թվում տիեզերական լուսանկարների որոնումն ամբողջ աշխարհով մեկ։ Նրա հանձնարարությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սկսել է աշխատել առաջատար տիեզերական ընկերությունների հետ, հասկանալու արդյոք հնարավոր է ձեռք բերել տվյալներ տվյալ օրերի համար։ Մասնագետների հետ հանդիպումների նախաձեռնողն ինքն է եղել վարչապետը, քանի որ ցանկացել է իրապես հասկանալ՝ կարող են արդյոք արբանյակները տեսնել մի փոքրիկ երեխայի։ Հանձնարարվել է անկախ նրանից հնարավոր է արդյոք տեսանելիություն ստանալ տվյալները, փոխանցել ներքին գործերի նախարարությանն ու փորձել որևէ նշան, հետք կամ շարժ նկարել։ Այս ամենը վկայում է, որ փրկարարական գործին թիկունքից հետևում է ոչ միայն նախարարների խորհուրդը, այլև նախանձախնդիր կերպով հենց վարչապետը, ով պատասխանատու է նաև քաղաքական կամք ձևավորելու համար նման իրավիճակներում։
Նրա միջամտությունից հետո որոնողական աշխատանքներն ամրապնդվել են մի քանի ուղղություններով։ Աշխատանքներն ընթանում են ուժեղացված ռեժիմով առանց ընդմիջումների։ Փրկարարների թիվն ավելացել է, ներգրավել են մարզերից լրացուցիչ խմբեր, նոր միջոցներ են բերվել ջրի տակ որոնելու սարալանջերին ու թփերում փնտրելու համար։ Տեղում գործում են մի քանի կառույցների խմբեր, ովքեր ունեն փոխկապակցված գործողությունների համակարգ։ Բացի այդ, նշվում է, որ վարչապետի մակարդակով փորձ է արվում ներգրավել նաև միջազգային աջակցություն, եթե անհրաժեշտ լինի որևէ նոր տեխնոլոգիա կամ տվյալների ներմուծում։ Երբ ողջ հանրությունը պահանջում է արդարություն, պատասխանատվություն և հստակարություն, քաղաքական ղեկավարության գործը ոչ միայն արձագանքելն է, այլ առաջ ընթանալը օգտագործելով ողջ պետական հզորությունը։ Փաշինյանի հանձնարարությունն ըստ էության հենց դա էր՝ մոբիլիզացնել պետության ամբողջ ուժը մեկ մանկան համար։ Սա ոչ միայն հումանիտար, այլ նաև բարոյական պարտավորություն է և այս փուլում քաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ չի խուսափում այդ պատասխանատվությունից։ Որոնողական գործողությունները շարունակվում են ամբողջ հզորությամբ, իսկ հրամանը, որից հետո սառը գետերի մեջ խրվեցին փրկարարները, սարերն ու ձորերը նորից սկանավորեցին, տասնյակ դիտարկումներ արվեցին, հենց երկրի ղեկավարի կամքի արդյունքն է, և եթե այս պայքարի վերջում անգամ նոր լուծումներ չստանանք, մեկ բան ակնհայտ է լինելու՝ պետությունը չի անտեսել և ոչ մի հնար ու չի լքել իր ամենափոքր քաղաքացուն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկվել է տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալու հարցը, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Մարմարիկում 2-ամյա Տիգրանի անհետացման օրը։ Քննարկեցինք, որ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցենք ներքին գործերի նախարարության գործընկերներին, ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից։ Անգամ ամենաբարձր որակի 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որ չէին բացառում հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային։ Կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չի լինի։ Սակայն մենք համարեցինք, եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք անկախ նրանից հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե ոչ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ վերջին 7-8 օրերի ընթացքում միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել։ Ցավոք, վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, իսկ երեխան անհետացել է մայիսի 4-ից։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, հույս ունենալով, որ առաջիկայում գուցե այլ ընկերությունների մոտ կարող են լինել տվյալ օրերի լուսանկարներ։ Ուզում եմ վստահեցնել, արվում է առավելագույնը, նշել է Հայրապետյանը։ Նախարարն ասաց, որ մանկահասակ երեխաների պարագայում չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը։